Վաչո, վերջ դու քո թշվառ կյանքին։ Որո՞։ Հա, արդեն իմացար ով եմ ես։ Ես այդ երեք էի հասկացել, արա։ Դրա համար էլ այդ մայորիտ ուղարկել էիր, որ ինձ բռնի։ Հա։ Իսկ ջոգել էիր, որ գալու եմ ստե ու լեշը թռեմ։ Հա, շուստրի պորիկ։ Եկել էի ջոգել, դրա համար էլ։ Դրա համար ինչ։ Տղետ, աշոտիկը, իմ մոտ զալոժնի կա։ Ու հա, ճիշտ լսեցիր, ապեր, աշոտիկը քո տղեն։ Ու եթե չես ուզում, որ իրա գլխից մաս պակասի, այդ զենքը թխելոք բեր դուր ինձ։ Սպանել են քեզ։ Զենքդ, բորիկ։ Հեսա շեֆ բռնել ենք սրան, մոտիցել ես ենք թե։ Դե ասա քանի տարի տանք, 10 տարի, 15 տարի, փագեն գնա։ Ներքին հետախուզության կապիտան Աննա Հակոբյան։ Պարոն գնդապետ, Արծվի թևեր օպերացիան համարում եմ բարեհաջող ավարտված։ Ես պարզեցի, որ իրականում մայոր Ինքնըստինքյանը Վաչոյի մարդն է, ու իրականում Վաչոն է 10 տարի առաջ պապայիս մեքենայի տակ գցել։ Աբրես կապիտան Հակոբյան։ Արեք սրան տարեք։ Լավ։ Թողեք, ես ինքս։ Աբրես Աննա ջան, դու շքանշան ես արժանի։ Ես կարծում եմ, որ Բորիսը հիմա գտնվում է վտանգի մեջ, եւ մենք պետք է շտապենք։ Բայց դու շատ տակամ քեզ Վաչո։ Ոնց կարելի 10 տարի այդ երախուն պահեիր մեծացնեիր, իսկ այսօր առևանգել ես, հա։ Հա, բորո։ Ու հերիք աստեղ սրտաճմլիկ լոլոներ կարդաս գլխիս, արա։ Մեկա քեզ սատկացնելու եմ։ Խփի։ 3 վայրկյան ունես, բորիկ։ 3, 2։ Աչո, խնդրում եմ, մի արա։ Հասմիկ։ Խնդրում եմ քեզ, ես ամեն ինչ կանեմ, մենակ թե մի սպանի Բորոյին։ Դու ինձ խոստացել էիր, հիշում ես։ Հա, հիշում եմ։ Բայց դա շատ վաղուց էր։ 10 տարի առաջ, երբ որ էսի նստավ գաղութ ու դու եկար ընկալ ոտերս, խնդրեցիր, որ գաղութում սրան չսատկացնեմ ու հանում ես ոչնչության հասու։ Դու պատրաստ էիր դաժե ֆիկտիվնի ամուսնանալին։ Հասմիկ ճիշտ է ասում։ Հա, ես հիմա էլ եմ ասում։ Ես ամբողջ կյանքում միայն մի հոգու եմ սիրել։ Ու այդ մարդը Բորոնն է։